Պարոն վարչապետ, միջև բուն հարցին անցնելը, ես ուզում եմ փաստել, որ դուք ստացել եք բավական ծանր ժառանգություն եւ եթե դուք իրոք անկեղծորեն ձգտելու եք երկիրը դուրս անել այս վիճակից, ապա ձեզանից պահանջվելու են ոչ ստանդարտ քայլեր ու նաեւ քաղաքական եւ մարդկային մեծ կամք։ Հիմա բուն հարցը։ Ինչպես գիտենք, շրջանառության է դրված մի վարկած, համաձայն որի հնարավոր է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվի երկրի պետական կառավարման համակարգը, ավելի պարզ անցում կատարվի կառավարման խորհրդարանական համակարգի։ Սա լրջագույն հարց է եւ կառավարության ներկայացրած եռամյա ծրագրում պետական կառավարման համակարգի փոփոխության մասին դրույթ չկա, անհրաժեշտություն այդ կետը չկա։ Ինչպես մենք գիտենք, ավելի վաղ հանրապետության նախագահն էր դեմ արտահայտվել պետական կառավարման համակարգի փոփոխությանը, հիմա այդ դրույթը չկա կառավարության եռամյա ծրագրում, արդյոք սա թույլ է տալիս մտածել, որ իշխանության առաջիկա օրակարգում այս խնդիրը այլևս դրված չէ։ Սա առաջին հարցը եւ երկրորդ։ Մինչեւ վարչապետ դառնալը դուք բնականաբար որպես բարձրաստիճան պաշտոնյա, որպես արժանախագահ ունեիք ձեր գնահատականը եւ տեսակետները տնտեսության վիճակի մասին։ Այս կարճ պաշտոնավարման կարճ փուլում, այս մի քանի շաբաթում, երբ դուք օրվա ռեժիմով, ժամի ռեժիմով եք արդեն շփվում տնտեսության հետ եւ փաստաթղթերի հետ ընթացիկ, ձեր գնահատականները փոխվել են, թե ոչ, դուք ավելի ոչ բարվոք տնտեսություն եք հայտնաբերել, թե ավելի լավ, ձեր պրոգնոզը ավելի լավատեսական է դարձել, թե ավելի հոռետեսական։ Շնորհակալություն։ Հանրաքվեի հետ կապված, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, պարոն Հովհաննիսյան, ես ասեմ, որ ընդհանրապես կողմնակից եմ յուրաքանչյուր բարեփոխման եւ ինչ վերաբերում է այդ աշխատանքային խմբի ներկայացրած տարբերակին, ապա դա դեռ վերջնական չի եւ հանրապետության նախագահը իր կարծիքը չի հայտնել եւ ես ինքս էլ նույնիսկ ժամանակ չեմ ունեցել զբաղվելու այդ ուրեմն առաջարկած բարեփոխումների ձևաչափին, ընդհանրապես մենք ուզում եմ կրկնել, որ յուրաքանչյուր բարեփոխման կողմնակից ենք, որը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից եւ եթե կա դրա անհրաժեշտությունը։ Այս հարցին կանդրադառնանք, եթե կարելի է ավելի ուշ։ Տնտեսական մասով ճիշտ ասած ոչ մեկի վրա ես չեմ ուզում որևէ պատասխանատվություն գցել, ուղղակի ես ուզում եմ արձանագրել ինչ որ կա, ունենք այն ինչ որ ունենք եւ գնալ առաջ։ Ընդհանրապես բարձր պաշտոններում ես որ երբ աշխատել եմ, կլինի մարզպետ, նախարար, ազգային ժողովի նախագահ, այսօր վարչապետ, որևէ մի անգամ չեք լսել, որ նախկին ղեկավարին կամ նախկին ուրեմն պաշտոնով եղել է որևէ մեկի մասին որևէ բացական կարծիք ասեմ եւ իմ կարծիքով այդ ձևաչափը նաեւ իմ տեսակն է եւ ես որևէ բան չունեմ ասելու եւ ես փորձելու եմ իմ թիմով կամ նոր կառավարությունով գնալ առաջ եւ լուծել այն խնդիրները, որ այսօր առկա են։ Բայց կան խնդիրներ, խնդիրներ, չլուծված հարցեր, որ մենք պետք է լուծենք։ Դրա համար երկար պիտի աշխատենք, շատ պիտի աշխատենք եւ ես համոզված եմ, որ մենք հասնելու ենք հաջողության։ Իհարկե լավ կլինի, որ ազգային ժողովի ներկայացված քաղաքական ուժերը նաեւ աջակցեն այդ մեր ցանկությունները իրականություն դարձնելու համար եւ ակնկալում եմ եւս մեկ անգամ ձեր բոլորի աջակցությունը, որպեսզի խնդիրները լուծենք։ Պարզ է, որ մենք շարունակելու ենք բյուջեի կատարումը, որը հաստատվել է ազգային ժողովի կողմից 2014 թվականի, բայց միջնաժամկետում լինելու են հստակ մոտեցումներ, որ մենք սկսելու ենք քննարկել հունիս ամսին 2015-17 թվականների միջնաժամկետի մասին եմ ասում։ Հարց տալու համար Լյովա Խաչատրյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կառավարության ծրագրում մեծ տեղեր հատկացված ջրամբարների շինարարությունը, բայց ջրամբարները այն ժամանակ են արդյունավետ աշխատում, երբ որ ջրով լցված են վերջին տարիների իմ ուսումնասիրությունը եւ փաստը ցույց է տալիս, որ մեր ջրամբարները սկսել են չլցվել կամ սակավ լցվել։ Կարծում եմ սա ունի երկու պատճառ։ Առաջին, Արարատյան արտիզյան ավազանի ջրերի անհաշվենկատ շահագործման հետևանքով մենք այդ տարածաշրջանում ջրերի մակարդակը իջեցրեցինք եւ արտիզյան ավազանի մակերեսը կրճատվել է մոտ 2/3-ով եւ վերածվել է առաջ եթե խոնավությունները պահպանում լինելով ճնշման տակ այդ ավազանը, այժմ վերածվել է դրենաժի։
եւ հաշվարկներով անցյալ տարի խոսում էինք, որ 20%-ով ավելի է պետք նույն հողատարածքը ջրելու համար ջրառ իրականացնել, այս տարի արդեն 30%-ից ենք խոսում։ Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ դրա հետևանքով սկսեցին ցամաքել եւ սակավաջուր դառնալ ապարանի շրջանի աղբյուրները, կարծում եմ եւ հարակից այլ տարածքներ։ Այդ Արարատյան արտիզյան ավազանի դատարկվելը վերացեց դրենաժի ոչ միայն Արարատյան դաշտավայրի համար կարծում եմ, այլ ողջ տարածքի համար հարակից։ Այն վերացվել, աղբյուրները քաշվում են, նույնիսկ աղբյուրներ կային, այս քանի տարի ես ուսումնասիրում եմ, այս տարի պարզապես ցամաքեցին։ Եվ կարծում եմ, եթե մենք հրատապ միջոցներ չձեռնարկենք, պարոն վարչապետ, ծրագրում այսօր եւ այդ արդեն պետք է սկսենք մենք այդ ջուրը պակասացնել, դրա օգտագործումը, հակառակ դեպքում մենք կունենանք խմելու ջրի, ոչ միայն ոռոգման ջրի խնդիր, նաեւ 1-2 տարի հետո նույնիսկ ապարան խմելու ջուր կրելու խնդիր։ Երկրորդ խնդիրը ջրամբարները չլցվելու հետ կապված, ես կարծում եմ հեկերի, փոքր հեկերի արկայությունն են, ինչպես գրողն է ասում, որպեսզի ջուրը եռա պետք է գրգռվի, որպեսզի սելավ առաջանա պետք է ջուրը գրգռվի։ Սելավներ չեն առաջանում, պատճառը նույնպես երկուսն են։ Առաջինը, որ դրենաժի են վերածվել, Արարատյան դաշտը որպես դրենաժ է ծառայում, եւ երկրորդ, ջուրը մտնելով խողովակ, այլևս չի գրգռվում։ Արագացի վրայի հեկերը 6 կիլոմետր խողովակ մտնելով աբարանցիկ ասում են կարգույա կապել։ Ջուրը հավաքվում է 1, 2, 3 հետո սրբելով բերում են ամբողջ 4-րդ տարին է արդեն սելավներ չեն առաջանում։ Այս տարի ընդամենը 15 միլիոն է լցվել ջուրը։ Չեք կարծում, որ այս հարցը Արարատյան արտիզյան ավազանում ջրի շահագործման հարցը շատ հրատապ է եւ պետք է գոնե վաղը կրճատել 2 անգամ եկող տարի եւս, հակառակ դեպքում պարզապես դրենաժի է վերածվել ողջ տարածաշրջանը։ Պարոն Խաչատրյան, իրոք կիսում եմ մտահոգությունը, մենք բոլորս ունենք մտահոգություն եւ ես հանձնարարել եմ արդեն նոր նախարարին, նորանշանակ բնության պահպանության նախարարին, որպեսզի ձեռնամուխ լինի ապօրինի բոլոր այդ օրերի անպայման փակմանը եւ անպայման պետք է արգելեն յուրաքանչյուր ապօրինի նման ապագայում հորատումներ։ Դա լինելու է այդ հարցով հետևողական եւ բազմաթիվ 100-ն ու մոտ 800,000 նման ապօրինի հորեր կան, որ պետք է անպայման փակվի եւ այդ հանձնարարությունը համապատասխան նախարարությունը ստացել է եւ ես լինելու եմ հետևողական, որպեսզի այդ աշխատանքները իրականացվեն։ Ջրամբարների առումով ասեմ ընդհանրապես մեր երկրում 7 միլիարդից ավել ուրեմն ջրային ռեսուրսներ գոյություն ունի, որից մենք օգտագործում ենք խմելու եւ ոռոգման նպատակով 2.3 միլիարդ խորանարդ մետրը։ Մնացած բոլոր ջուրը հոսում է դեպի Կասպից ծով եւ իմ կարծիքով այստեղ այդ ջրամբարների կառուցման աշխատանքները եւ ընդհանրապես դա պետք է լինի մեզ համար առաջնահերթություն եւ ֆինանսական աղբյուրներ ունենալու պարագայում, այո, պետք է մենք բազմաթիվ ջրամբարներ կառուցենք եւ դա մեզ համար, մեր ապագայի համար շատ կարեւոր է։ Սակավաջուր տարի է այս տարի, պարոն Խաչատրյան, բոլորդ գիտեք, մենք դրա համար լուրջ խնդիրներ ենք ունենում եւ բազմաթիվ անգամ քննարկվել է նաեւ այստեղ եւ քննադատվել է իշխանությունների սեղանի ջուր վերցնելու համար, բայց մենք չենք կարող Արարատյան դաշտավայրը առանց ջրի թողնել։ Դա իմ կարծիքով արդարացի եւ ճիշտ չի լինի։ Բայց որ մենք պետք է խնայողությամբ զբաղվենք, որ մենք թերությունները պետք է վերացնենք, ապօրինի հորերը պետք է փակենք, դա փաստ է եւ այստեղ նաեւ մենք խնդիր ունենք, ինչպես դուք ասեք, ստորգետնաջրերի պակասի առումով Արարատյան դաշտավայրում։ Այս հարցը կլինի նաեւ կունենա իր լուծումը ապագայում մենք ավելի շուտ առաջիկա շատ կարճ ժամկետում առաջարկելու ենք ձկնարդյունաբերությամբ զբաղվող գործարարներին, որպեսզի այնտեղ դնեն նոր տեխնոլոգիաներ օգտագործենք, կարողանանք քիչ ջրի պաշար օգտագործենք։ Դա շատ կարևոր է, հիմա գյուղնախարարությունը եւ էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում են, որպեսզի մենք կարողանանք առաջարկել գործարարներին ինչ ձևաչափ ենք առաջարկում եւ նույնիսկ եթե հնարավորություն չունենան որևէ գերատեսչություն ֆինանսական խնդիր կունենա, ապա կառավարությունը անպայման աջակցելու է երկարատև վարկ, որպեսզի կարողանանք այդ տեխնոլոգիաները տեղադրել այդ ուրեմն գործարարների մոտ։ Եվ դա իմ կարծիքով շատ կարևոր է եւ ես ձեռնամուխ եմ լինելու այդ խնդրին, որպեսզի աջակցենք եւ ջրային ռեսուրսը քիչ օգտագործենք։ Դա իրոք արդյունավետ գործ է եւ նաեւ կարծում եմ, որ դա կառավարության նաեւ գործն է, որպեսզի աջակցի գործարարին։
Արձագանքի համար Լյովա Խաչատրյան։ Մեկ անգամ հեկերի աշխատանքին չէ կարծում որ հեկերի աշխատանքն էլ մենք պետք է ինչ-որ ձևի կանոնակարգենք, սելավի ժամանակահատվածում ինչ-որ ձև կանոնակարգենք, որպեսզի ջուրը իր հունով հոսի եւ սելավ առաջացնի պարզապես։ Հակառակ դեպքում լճերը չենք լստում։ Կարծում եմ որ պետք է աշխատենք, պարոն Խաչատրյան, անպայման կաշխատենք եւ եթե դուք ցանկանաք քննարկումների մասնակցենք, եւ դա վերաբերում է յուրաքանչյուր падգամավորի, ով կցանկանա, մենք պատրաստ ենք նաեւ քննարկումների ժամանակ ձեզ նաեւ հրավիրել։ Հարց տալու համար Միքայել Մելքումյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, միջև բուն հարցերին անցնելը պետք է ասեմ, որ ծրագրի մշակման հետ կապված Բարգավաճ Հայաստանի շուրջ 15-16 առաջարկներից 5-6-ը ընդունվել են։ Չեմ ուզում ես հիմա մանրակրկիտ նշել եւ հարկային համակարգի եւ արդյունաբերական գոտիների մասին դուք նշեցիք։ Կոնկրետ արդյունաբերական գոտիների հետ կապված ես ուզում եմ հետեւյալը ասել, թե ինչ եք կարծում։ Դուք ասեցիք, որ բոլոր մարզերում այսօր համարում եք ուրեմն դեռևս վաղ, բայց մենք կարող ենք կարևոր մի քանի մարզերում դա անել։ Եվ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է, կառավարությունը տվել է իհարկե նախորդ կառավարությունը դրական եզրակացություն, կարծում եմ սա շատ հրատապ խնդիր է, ձեր կարծիքը շատ կարևոր է այդ առումով։ Երկրորդը, եթե մենք ուզում ենք վերստին դառնալ արդյունաբերական երկիր, ես համոզված եմ, որ դուք եք այդպես կարծում, պետք է մի քանի թվեր վերհիշենք, որ մեր 3600 արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականությունը օրեկան կազմում է ընդամենը $100, գյուղատնտեսության ոլորտում ամսական $450։ Սա խայտառակ ցածր ցուցանիշներ է, այսինքն եթե մենք ուզում ենք, որպեսզի արտահանումը ավելացնենք, ուրեմն այս արտադրողականությամբ անհնար է։ Նշանակում է ծրագրի անկյունաքարային հարցը պետք է լիներ աշխատանքի արտադրողականության խթանման համար համապատասխան միջավայր ստեղծելը եւ իհարկե երկրորդ հարցը դրա հետ կապված, մեր արտահանումը արդեն 3-4 տարի է 1.5 միլիարդից չի ավելանում։ Եվ ներդրումների խթանման համակարգը բացարձակ շահկապված չի արտահանման խթանման համակարգին։ Կարծում եմ միայն արտահանումը հարկերից ազատելը բավարար չի։ Եվ այս առումով պարզ մի ճշմարտություն կա։ Դուք գիտեք, որ մենք 4.5 միլիարդ ներկրում ենք, 1.5 արտահանում ենք։ 1.5-ն էլ տրանսֆերների հաշվով, այն մյուս 1.5-ը պետք է լրացվեն ներդրումների ուրեմն ձևով։ Այդ ներդրումները չկան ըստ էության եւ հանրապետությունը տարեկան 1-ից 1.5 միլիարդով փոխազրկվում է, որտեղից էլ առաջանում է եւ աղքատությունը, եւ աշխատատեղերի պակասը եւ այլն։ Հաջորդը մի պարզ օրինակ եմ ուզում բերեմ, մենք ունենք լավ օրենսդրություն կապված շահութարկի 30%-ի նվազեցում նոր աշխատատեղերի մասով։ Մեկ ընկերությունը դիմել առայժմ, այն էլ իմ հորդորով։ Ինչն է պատճառը, որ լավ օրենքները մեր խոշոր գործարարները չեն կարողանում տեղ հասնել եւ այդ դա կիրառեն։ Միգուցե ինչ որ վարչահարության մեջ անվստահության մթնոլորտ կա։ Այս անվստահությունը պետք է հանել եւ իհարկե ես ուրեմն իմ կարծիքն է այն, որ 65000 դրամով ուրեմն աշխատավարձը 3 տարվա մեջ հասցնել 65000-ի, դա շատ ցածր է, որտեղ այսօր նվազագույն զամբյուղը արդեն 75000 է։ Եթե մենք չկարողանանք այդ վճարունակ պահանջարկը բարձրացնենք կտրուկ, ուրեմն չի լինելու այն սպառողական համակարգը, որ մենք ձգտում ենք ունենանք։ Այս հարցերը շատ հետաքրքիր է, որ դուք։ Պարոն Մելքումյան, ես ուզում եմ արձանագրել, որ մենք կայունացման փուլ պետք է հիմա անցնենք։ Մենք հիմա կայունացման խնդիր ունենք երկրի տնտեսության։ Եվ դա շատ կարևոր է մեր նոր կառավարության համար, եւ ինչպես դուք ասում եք, այո, վստահության խնդիր կա, ով չգիտի, որ այս երկրում վստահության խնդիր կա։ Բոլոր առումներով։ Իսկ անվստահությունից ամեն ինչ ծլում է եւ ամեն ինչ կարծիքով դա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կարողանանք նաեւ ժողովրդի, նաեւ գործարար աշխարհի ներդրողների վստահությունը երկրի իշխանությունների նկատմամբ ընդհանրապես վերականգնենք եւ ես իմ կարծիքով դա մեզ համար կարևոր խնդիր է լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործարար, յուրաքանչյուր ներդրող հասկանա, որ այս երկրում հնարավոր է ներդրում իրականացնել։ Ինչ վերաբերում մարզերում արդյունաբերական կենտրոններ, ես չեմ ասել, որ հնարավոր չի բոլոր մարզերում։ Միանգամից հնարավոր չի բոլոր մարզերում այդ կենտրոնների բացում, բայց որ սկսել ենք բացել, գաղափարը շատ լավն է եւ մենք այս հարցերի շուրջ ինչ որ դուք հնչեցրեցիք, մենք խոսել ենք նաեւ մեր հանդիպման ժամանակ այն հարցերը, որ դուք ներկայացնում եք, իրոք գաղափարները շատ լավն են։ Ձեր գաղափարների մեծ մասը ոնց որ ավելի շատ են ընդունել, քան դուք հնչեցրեցիք թիվը, եւ իրոք այն, որ չի ընդունվել, դա իրենից պահանջել է ֆինանսական մեծ ռեսուրս, որի մենք այսօր կառավարությունը չունի։ Գիտեք, բյուջեն հաստատված է, մենք այս ամսից ենք սկսում աշխատել եւ ծրագրի հաստատումից հետո եւ մենք բյուջեն պետք է իրականացնենք, բյուջեը ինչ որ արձանագրված է, բյուջեն ինչ որ հաստատել է ազգային ժողովը։ Մենք մյուս մեր այն մոտեցումները, մեր ծրագրերը, մեր մտադրությունները փորձել ենք հաջորդ տարվա բյուջեի նախագծում ներկայացնել ազգային ժողովին եւ նաեւ միջնաժամկետ
ծրագրում։ Այս բոլոր խնդիրները իհարկե չեմ ուզում մտնել դետալների մեջ, ինչպես ասեցի, իմ ելույթը ավելի շատ քաղաքական էր, եւ ես կարծում եմ մենք հաջորդ տարվա բյուջեն քննարկելուց եւ ընդհանրապես նաեւ միջնակարգ քննարկելուց այս բոլոր առաջարկները քաղաքական ուժերի падգամավորների փորձելու ենք, որը որ ողջամիտ է, որը որ ընդունել է մեզ համար, անպայման ներառնենք մեր նախագծում։